Գյումրիում պաշտոնապես ազդարարվեց վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ՎԶՊ-ի Գյումրու քաղաքային ճանապարհներ ծրագրի 3-րդ և 4-րդ փուլերի իրականացմանն ուղղված խորհրդատվական պայմանագրի մեկնարկը։ Այս առիթով կայացած հանդիպմանը մասնակցում էին քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը, տեղակալ Գագիկ Մանուկյանը, ՎԶՊ-ի գլխավոր բանկիր Ռուդիկ Թադևոսյանը, իտալա-կորեական խորհրդատվական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները։ Դա ասված, որ կարողանանք շատ արագ իրականացնել մեր քաղաքի բնակիչները, որոնք տարիներ շարունակ սպասել են այս ծրագրի իրականացմանը, որակով եւ ժամանակի առումով ավելի մատչելի կարողանանք իրենց մատուցենք գեղեցիկ փողոցներ, մայթեր, փորձենք մի ամուր ուժերով այդ ամեն ինչը լուծումները շատ արագ եւ օպտիմալ ձևով ստանանք, որ հանգած չտուժի աշխատանքը, որը տարիների սպասումներից հետո կյանքի է կոչվում։ Մի քիչ երկար տևեց, հաստատ հանգամանքների վերաբերյալ նաև մեր գործընթացներն են մի քիչ այդպեսին։ Ամեն դեպքում արդյունքը արդեն ունենք, խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունը արդեն ընտրված է եւ այսօրվանից սկսած կարող ենք արդեն համարել մեկնարկ, ծրագրի մեկնարկ, կոնկրետ արդեն աշխատանքների իրականացման սկիզբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիոն 200,000 եվրո, վարկային և դրամաշնորհային միջոցներ։ Այն նախատեսում է Գյումրու անի և ավստրիական թաղամասերի շուրջ 17 կիլոմետր ճանապարհային ցանցի հիմնանորոգում և արտաքին լուսավորության արդիականացում, իսկ Շիրակացի փողոցում միայն արտաքին լուսավորության արդիականացում։ Բոլոր տարածքներում արտաքին մալուխները կդառնան ստորգետնյա։ Տեղադրվելու է մոտ 1300 նոր լուսագիր։ Ես ուզում եմ նաև ողջունի խոսքերը փոխանցել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից, որը այսպիսի քաղաքի վերաբերվող շինարարական ծրագրեր, դա լինի փողոցաշինություն, դա լինի բնակարանաշինություն, դա լինի սոցիալական բնակարանաշինություն, դա լինի ներդրումային ծրագրեր, միանգամից, այսպես ասած, իր վերահսկողության տակ է վերցնում եւ փորձում է օր առաջ, րոպե առաջ այդ ամեն ինչը կյանքի կոչել եւ առաջ տանել։ Ավետիս Առաքելյանը հյուրերին վստահեցրեց, որ քաղաքային իշխանությունը պատրաստակամ է աջակցելու եւ բաց է սերտ համագործակցության համար։ Նա ընդգծեց, որ առաջնային մարտահրավերը ժամկետների պահպանումն է։ Անհրաժեշտ է հնարավորինս արագացնել գործընթացը, չթերանալով աշխատանքների բարձր որակի հարցում։ Ծրագրի խորհրդատվական պայմանագիրը շահած իտալա-կորեական համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն Ջիաննա Անդրեա Չեզարոնին եւս վստահեցրեց, որ տեղական մասնագետների փորձի եւ լաբորատոր հնարավորությունների համադրումը թույլ կտա ապահովել եվրոպական չափանիշներին համապատասխան որակ։ Մենք ունենք շատ լավ հարաբերություններ մեր ենթակապալառու կազմակերպության Ճան նախագիծ ինստիտուտի հետ, որը համարվում է Հայաստանում լավագույններից մեկը։ Ունենք թե մասնագիտական, թե լաբորատոր բոլոր հնարավորությունները, տալու որակով աշխատանք եւ արդեն իսկ կարող ենք հայտարարել մեր աշխատանքների մեկնարկը։ Ճան նախագիծ ինստիտուտի տնօրեն Դավիթ Քարտաշյանն էլ նշեց, որ քաջածանոթ են գործողությունների հերթականությանը եւ աշխատանքները կիրականացնել առավելագույնս սեղմ ժամկետներում։ Քանի որ Գյումրիում ՎԶՊ-ի ծրագրի նախորդ երկու փուլերի խորհրդատվությունը իրականացրել է հենց Ճան նախագիծ ինստիտուտը, ընկերությունն ունի անհրաժեշտ փորձը քաղաքային իշխանությունների հետ համատեղ բոլոր խնդիրներն հաջողությամբ հաղթահարելու համար։ Գյուղատնտեսական թիմը կմիանա անընդհատամասին, սկսենք գյուղատնտեսական աշխատանքները, որից հետո գյուղատնտեսական աշխատանքները պատրաստվելուց հետո սկսվի համայնքապետարանի եւ կոմունիկացիոն հաղորդակցությունների հետ զուգահեռ աշխատանքը։ Յուրահատություն բոլորիս Ճան նախագիծ ինստիտուտը նմանատիպ լավ փորձ ունի բավականին, մասնավորապես Գյումրի համայնքում մենք նմանատիպ ծրագրեր իրականացրել ենք եւ կարող եմ նշել հաջողությամբ ավարտել ենք ծրագրերը։ Այսինքն տեղյակ ենք ընթացքին գործողությունների հերթականությանը եւ դա մաքսիմալ սերտ ժամկետում մեր կողմից սկսենք իրականացնել։ Ըստ Դավիթ Քարտաշյանի նախագծման աշխատանքները կիրականացվեն առավելագույնս սեղմ ժամկետներում, սերտ համագործակցելով գազի, էլեկտրականության եւ ջրամատակարարման ծառայությունների հետ։ Ի դեպ, այդ կառույցների տեղական ներկայացուցիչները նույնպես ներկայ էին հանդիպմանը եւ ներգրավված են լինելու աշխատանքների համակարգման գործընթացում։ Ամփոփելով խոսքը Ավետիս Առաքելյանը շեշտեց, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի արդարացնել բնակիչների երկարամյա սպասումները։ Գյումրուն հաղորդելով նոր ու բարեկարգ տեսք, որակյալ ճանապարհներով եւ արդիական լուսավորությամբ ապահովված մայթերով։
Աշխատանքներն արդեն սկսված են դաշտային պայմաններում։ Ենթակապալառուճ աննախագիծ ինստիտուտ ընկերության մասնագետներն արդեն իրականացնում են լաբորատոր փորձարկումներ Անի թաղամասում։ Նախագծային փուլի համար նախատեսված է 6 ամիս, իսկ ծրագրի վերջնական ավարտը ըստ պայմանագրի նախատեսվում է 2029 թվականին։